մեկնի հարամ, այնտեղ համախմբվեն։ Պարոն Վարդանյան, ուզում եմ մեկնաբանեք վերջին օրերին տեղի ունեցողը, մասնավորապես Բագրատ Գալստանյանի հայտնի ձայնագրությունը եւ իրավապահ մարմինների մեկնաբանությունը, որ դա ահաբեկչության փորձի բացահայտում է, եւ մյուս կողմում արդեն ընդդիմությունը, Մայրաթոռը, որ հայտարարում են, որ դա իրականում հարձակում է Մայրաթոռի վրա, նման նաեւ հայտարարություններ մենք լսեցինք Ռուսաստանի Դաշնությունից, մասնավորապես Լավրովն ասաց, որ ընդունելի չի եւ հասկանալի չի, որ հազարամյակների պատմություն ունեցող հայաստանյաց առաքելական եկեղեցու վրա է հարձակվում իշխանությունը։ Նախ ես որևիցե հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա չեմ տեսնում մեկ, երկրորդը ինչ վերաբերում է այլ երկրներից տրված մեկնաբանություններին, պետք է նշեմ, որ միջազգային իրավունքում գործող ներքին գործերի մեջ միջամտելու սկզբունքը պետք է հարգվի եւ պետք է պահպանվի։ Մենք մտահոգված ենք իհարկե այն զարգացումներով, որոնք տեղի են ունենում եւ այն փորձերով, որի շրջանակներում ըստ էության փորձ է կատարվում ներկայացնել քրեերավական գնահատականի ենթակա արարքը որպես հնարավոր կոնֆրոնտացիա հայ առաքելական եկեղեցու հետ, մենք պետք է տարբերենք այս երկու երևույթները, որովհետև եկեղեցին եկեղեցի է, եկեղեցի շատ ավելի մեծ է եւ շատ ավելի բովանդակաշատ եւ բովանդակալի, քան եպիսկոպոսը, որը մենք այդպես էլ չենք հասկանում, նա շարունակում է դիտարկվել որպես գործող հոգևորական, թե նրա գործունեությունը ժամանակավորապես կասեցված է հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա փաստորեն երկար ժամանակ արդեն քաղաքական գործընթացների մեջ է։ Այս ամենը իհարկե մտահոգիչ է բոլորիս համար, բայց որևիցե մեկը չի կարող Հայաստանի Հանրապետության սահմանադրության շրջանակներում վերագրել իրեն այնպիսի դերակատարություն, որը կարող հանգեցնի քրեաիրավական հետևանքների, այլ կերպ ասած, բարդ եմ խոսում, պարզեցնեմ, որևիցե կարգավիճակ չի կարող դիտարկվել որպես ինդուլգենցիա, եկեղեցական լեզվով ասեմ, հանցագործություն կատարելու կամ հանցագործություն նախապատրաստելու համար։ Հարգում եմ ամեղության կանխավարկածը, հարգում եմ իրավապահ մարմինների գործունեությունը, չեմ փորձում որևիցե այլ մեկնաբանություն տալ, քան այն մեկնաբանությունը, որ տվել են քրեաիրավական մարմինները այս փուլում, եւ եւս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ խոսքը չի վերաբերում բացառապես պետություն եկեղեցի փոխհարաբերություններում առկա կոնֆրոնտացիայի մասին, խոսքը վերաբերում կոնկրետ եկեղեցականների, կոնկրետ վարքագծի մասին, որոնք եթե պարունակում են քրեաիրավական տարրեր, ապա այդ քրեաիրավական տարրերը պետք է հանգեցնեն քրեաիրավական հետևանքների։ Եվ պարոն Վարդանյան, ասացիք, որ շատ մտահոգիչ է, որ եկեղեցու ներկայացուցիչը հոգևորական դասի ներկայացուցիչը քաղաքականությամբ է զբաղվում։ Սա ինչի արդյունք է եւ արդյոք մտահոգվելու տեղ չկա։ Այսինքն ստացվում է ընդդիմադիր քաղաքական դաշտը այդքան սնանկ է կամ առհասարակ քաղաքական դաշտը, որ քաղաքական դերակատարները չեն կարող հարցեր լուծել, հիմա եկեղեցին է սրանում ներքաշվել։ Սա ինչի արդյունք է։ Չկա սահմանադրական արգելք հոգևորականներին զբաղվել քաղաքականությամբ։ Մենք ունեցել ենք Կիպրոսի նախագահի օրինակը, երբ arczepiskopos Մակարիոսը դարձավ Կիպրոսի հանրապետության նախագահ, պարոն Գալստանյանը փորձում էր օգտագործել նաև այդ, ասենց ասեմ, իմիջային պատկերը իր պայքարի շրջանակներում, եկեղեցին քաղաքականության մեջ ունեցել է դերակատարություն, շատ բառագայում հիմնականում ավելի շատ пассив դերակատարություն, քան ակտիվ դերակատարություն։ Խոսքը քաղաքական պայքարի մասին չի։ Խոսքը, գիտեք, եկեղեցու եւ եկեղեցականի այդ, չգիտեմ, անձեռնմխելիության, ներքո քաղաքական գործընթացների վրա ազդելու գործընթացի մասին է։ Սա վտանգավոր է, որովհետև գիտեք, եթե դուք ուզում եք զբաղվել քաղաքականությամբ, խնդրեք, դա ընդունելի է, բայց պետք է հաշվի առնեք, որ նաև դուք ունեք որոշակի կարգավիճակ սահմանադրության համաձայն, որովհետև հայ առաքելական եկեղեցին ունի սահմանադրության մեջ առնվազն արձանագրում առայն, որ այն կա եւ այն առանձնատուկ դեր է զբաղեցնում։ Տվյալ կարգավիճակը իհարկե պետք է ենթադրի որոշակի խոհեմություն, այդ խոհեմությունը պետք է առնվազն չօգտագործվի պետական մարմիններին հակադրվելու կամ պետական մարմինները թույլատնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է քաղաքակիրթ քաղաքական պայքարին, քաղաքակիրթ քաղաքական պայքարը կարող է ծավալվի յուրաքանչյուր անձ կարող է, յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցի այդ պայքարին։ Խնդիրն այն է, որ ինչպես արդեն նշեցի, որ այդ խառնվում է ամեն ինչ իրար, այսինքն չես հասկանում, որ պարագայում անձը գործում է որպես հոգևորական, որ պարագայում որպես քաղաքական գործիչ, որ պարագայում նրան պետք է դիմես որպես եկեղեցու սպասավոր, որ պարագայում որպես քաղաքական գործիչ, որտեղ ես մեկ կամ երկու անգամ իմ հարցազրույցներում ասել եմ, գիտեք, տեսեք,
որոշակի տարբերություն կա, երբ որ ես դիմում եմ հոգևորականին եւ դիմում եմ քաղաքական գործին։ Եվ եթե մարդը այսպեսի Շրոդինգերի քաղաքական գործիչը կամ հոգևորականը, չեմ կարողանում հասկանալ ինչպես դրսևորվում է վարքագիծը։ Օրինակ, եթե անձը քաղաքացիական հագուստով հանդես գա, այլ ոչ թե եկեղեցական զգեստ կրի, դա այլ վերաբերում։ Եթե դու եկեղեցական զգեստով ես, դու փորձում ես ըստ էության երկու ինստիտուտները փոխկապակցես միմյանց, եւ սա լավագույն լուծումը չի, որովհետեւ գիտեք, դու կարող ես տարբեր քաղաքական հայացքներ ունես, բայց բոլորս կամ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ենք եւ դրա մասին խոսում ենք, դրա մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում եւ քաղաքականացվածությունը այս առումով եւ այս սինտեբավորություն ստեղծելը, որ կան հավատացյալներ եւ անհավատներ, շատ վատ հետևանքներ կարող ունենա եւ սա որևիցե եղանակով չպետք է օգտագործվի եկեղեցու կողմից, որովհետև եկեղեցին ըստ էության բոլորիս հոգևոր սնունդը ապահովող կառույցն է։ Ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ, պարոն Վարդանյան, մասնավորապես ընդդիմադիր մեդիան սկսել է, նաև ՀՀԿ-ականներն են այդ մասին խոսում, սկսվել է շրջանառվել մի թեզ, որ եթե շարունակվեն այս ճնշումները, կաթողիկոսարանը կարող են Հայաստանից տեղափոխել եւ կաթողիկոսը կարող է ղեկավարել, ենթադրենք, մեկ այլ երկրից։ Էլ ինչ վտանգներ կարող է լինել եւ դուք արդյոք այս սցենարը հավանական համարում եք։ Դեք շատ պարզ կասեմ, հողում կատարելով նաև վարչապետի վերջերս արտահայտված այն դատողության վրա, որ չմոռանանք, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվեց Հայաստանը որպես պետական կրոն, եւ եթե կա մարդ, որ գտնում է, որ հայ առաքելական եկեղեցին կարող է անջատվել հայկական պետությունից, ես առանց մեկնաբանություն եմ թողում սա եւ պարզապես Մենք զարմանքս կարող եմ արտահայտել, որ նման դատողություններ կարող են, որովհետև որպես կանոն եկեղեցին միշտ ձգտել է այնտեղ եւ տեղափոխվել է այնտեղ, որտեղ ձևավորվում է պետականություն։ Չմոռանանք, որ մեծի Դանիել Կիլիկիո կաթողիկոսությունը ձևավորվել է հենց այն ժամանակահատվածում եւ այն կոնտեքստում, որ ձևավորվել է հայոց պետականություն եւ այդ պետականությանը դեպի այդ պետականությունն է ձգվել կաթողիկոսությունը եւ եկեղեցին։ Ես իրոք արագ եւ եթե թույլ տաք թողեմ սա առանց մեկնաբանության, պարզապես որպես ռետորական հարց, թող մեր քաղաքացիները գնահատեն նման դատողությունները։ Ի վերջո մայրաթորը մենք չենք կարող տեղափոխել, որովհետեւ եկեղեցին պատահական չի հայտնվել ըստ էության էջմիածում, պատահական չի այդ վայրում հայտնվել եւ եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ այդպիսի խոսակցություններ ես առնվազն անլուրջ եմ համարում։ Պարոն Վարդանյան, իսկ լուրջ են այն խոսակցությունները, որ օրինակ բարբերաբար ամենատարբեր հոգևորականների առաջադրում են որպես վարչապետի թեկնածու, նույն Գալստանյանին, հիմա արդեն անցում են կատարել Աջապահյանին, այսօր էլ ընդդիմադիր ֆրակցիաների падգամավորները ասում էին, որ իրենք մոբիլիզացիա կա առնվազն Աջապահյանի շուրջ եւ քննարկում են նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանան Աջապահյանին առաջադրել վարչապետի թեկնածու։ Այս սցենարը հավանական համարում եք, թե սա էլ ինչ-որ այնմիտում ունի։ Ես քաղաքագիտական տեսանկյունից, քաղաքական կուսակցությունների կայացման տեսանկյունից, կուսակցական գաղափարախոսության ամրապնդման տեսանկյունից սա շատ վտանգավոր եւ անհեթեթ մոտեցում եմ համարում, որովհետեւ ի վերջո, եթե կա քաղաքական ուժ, եթե կա քաղաքական կուսակցություն, որ ունի իր առաջնորդը, որ ունի իր գաղափարախոսությունը, իր ծրագիրը, բայց մի օրում ասում է, չէ, ես չեմ, ոչ իմ ուժի առաջնորդն է, ոչ երկրորդ ուժի առաջնորդն է, ոչ երրորդ ուժի առաջնորդն է, այլ մենք այս հոգևորականին պետք է բերենք, որտեղ իր շուրջ ձևավորվում է կոնսենսուս, դա կներեք, դա քաղաքական դաշտում որևիցե նոր դրական փոփոխություն չբերում։ Դա ըստ էության հանգում է հետևյալին, որ քաղաքական ուժերը արձանագրում են, որ գաղափարախոսական մակարդակում չկա որևիցե մոտեցում վերջիներիս մոտ եւ ցանկացած անձ, որը կդիտարկվի որպես սուբյեկտ, որը գործող իշխանություններին մարտահրավեր կնետի, պետք է դիտարկվի որպես վերջիներիս թեկնածու։ Չեմ ուզում անուններ տամ, բայց երևի թե քաղաքական կուսակցությունն է, որ ունի իր կառավարման մարմինները, ունի իր առաջնորդները, ունի իր առաջնորդ կամ առաջնորդները եւ առաջադրում է մեկ այլ սուբյեկտի եւ խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարման մասին, այն պարզապես նեգատիվ բանի արձագանք իշխանությունների տալու մասին։ Այս գործընթացը ամբողջությամբ խաթարում է քաղաքական դաշտը եւ որևիցե եղանակով չի օգնում գալիք ընտրություններին քաղաքացիներին կողմնորոշվելու եւ ըստ էության խորհրդարան
բերելու այն ուժերին, որոնք երկարատև եւ կայուն գաղափարախոսություն կարողանան ունենալ։ Իսկ գալիք ընտրություններին քաղաքացիները ինչպես պիտի կողմնորոշվեն հաշվի առնելով այս տեղի ունեցող ամբողջ աղմուկը եւ նաեւ Ռուսաստանից եկող այս արձագանքները։ Սա հարցի առաջին մասը եւ երկրորդ մասը, եթե այս ահաբեկչության փորձը ըստ էության տեղի ունենար, շահառուները ըստ ովքեր էին լինալու, իրապես Աջապահյանը կամ Գալստանյանը, թե էլի քաղաքական ուժեր կամ այլ երրորդ երկրներ ու սյուբյեկտներ կային այստեղ շահառուներ որպես այդպես։ Ես մի անգամ կրկին հարցազրույցի ժամանակ, չգիտես ինչի, շահառուների մասին խոսելիս հիշեցի մի ֆիլմ, որը կոչվում է «Ռուսական կայսրության գահը», որտեղ մի լավ արտահայտություն կա, ասում է դուք մտածում եք իրոք, որ այս թագը, այս անձանց համար է, կան այլ մարդիկ, կան այլ սուբյեկտներ, որոնք հետաքրքրված են այս ամենով։ Հիմա իրավիճակը հետևյալն է, ցանկացած տեսակի դեստաբիլիզացիայի պարագայում, ցանկացած տեսակի ներքին խրճռությունների պարագայում մշտապես գտնվելու են օգտվողներ եւ հավատացնում եմ ձեզ որևիցե պարագայում դա այն երևացող օգտվողները չեն, որոնք կան դաշտում։ Իսկ ներքին դեստաբիլիզացիան ապակայունացումը կարող հանգեցնի անդառնալի հետևանքներին բոլորի համար։ Ի վերջո, այն որ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչության դեմ, դա ճաշակի հարց կամ բախի հարց չի, ահաբեկչությունը մի երևույթ է, որը խաթարում է հասարակության բնականոն զարգացումը։ Չմոռանանք, որ խորհրդարանում ամենաշատ քննարկվող թեման վերջի առնվազն 20-25 տարվա ընթացքում դա հոկտեմբերի 27-ն է, որովհետև այդ ահաբեկչությունից հետո հայկական իրականության մեջ իրական սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ մենք դեռ աշխատանքներ ենք տանում, որովհետև երբ որ դու իրական սահմանադրական կարգը խաթարում ես, հետո շատ դժվար է լինում այդ իրական սահմանադրական կարգը վերականգնես։ Խոսքը իհարկե ոչ թե գործող սահմանադրական կարգի մասին, այլ իրական հարաբերությունների մեջ, իրական հասարակական հարաբերությունների մեջ այն նորմալ բնականոն սահմանադրաիրավական զարգացումի շեղումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ից հետո, որը մինչև հիմա համես մեր հետևից գալիս է։ Մենք սրա մասին պետք է խոսենք, ահաբեկչությունը բացարձակապես որևիցե արդարացում ունենալ չի կարող որևիցե դեպքում, որևիցե անձի դեմ կլինի դիմադիր, ընդդիմադիր, Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս ահաբեկչությունը միջազգային հանցագործություն է, որի դեմ պետք է պայքարել եւ որևիցե ահաբեկչական գործունեություն իրականացած սուբյեկտ երբևիցե վերջնահարցակում չի հասել հաջողության։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական պայքարին, որի մասին խոսում եք, եւ քաղաքացու դիրքորոշմանը, ապա միանշանակ շատ դժվար է այս տեղեկատվական խոսքերի պարագայում հստակ դիրքորոշում ձևավորել այս կամ հարցի վերաբերյալ մանիպուլյացիան ծայրահեղ աստիճանի է հասել, նախկինի համեմատացիամբ մենք ունենք մի քանի հստակ լրատվամիջոց, այսօր մենք ունենք ըստ էության այնքան լրատվամիջոց, ինչքան օգտատեր ունենք Facebook-ում, եւ ցանկացած եւ fake տեղեկատվություն եւ իրական տեղեկատվություն, ընդ որում ոչ այնքան fake-ն է վտանգավոր, ոչ այնքան իրականը վտանգավոր է, որ իրենք փորձում են խառնել եւ դու չես հասկանում, որ պարագայում է այստեղ fake, որ պարագայում է իրական։ Այդ ինֆորմացիայի շրջանակում քաղաքացին պետք է կարողանա ճիշտ ընտրություն կատարի։ Միակ տարբերակը այստեղ հետեւյալն է, առաջարկ օգտվել բացառապես վստահելի աղբյուրներից, փորձել բազում աղբյուրների ճշտել արկա տեղեկատվությունը եւ առաջնորդվել ոչ թե էմոցիոնալ զգացմունքներով, ոչ թե էմոցիոնալ մոտեցումներով, այլ այն ծրագրերով, այն մոտեցումներով եւ այն գործով, որը կատարել են այս կամ այն քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները։ Իհարկե չեմ կարող չասել նրա մասին, որ վերջի շրջանում շատ ակտիվ է խոսում օտարերկրյա միջամտությունների մասին, պետք է նաև քաղաքացիները որոշակի խոհեմություն եւ աչելուրություն դրսևորեն հասկանալու համար, թե որտեղ եւ ինչ եղանակով նրանք կարող են բախվել օտարերկրյա միջամտության էլեմենտների հետ։ Պարոն Վարդանյան, դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ վերջին շրջանում մի քանի տարիներին ամենաշատը խոսվում է հոկտեմբերի 27-ի մասին։ Ըստ ձեզ, արդյոք այդ վտանգը հիմա մեծ է, թե պարբերաբար փորձում են այդ հոկտեմբերի 27-ով այսպես սպառնալ կամ վախեցնել, թե իրապես դրա վտանգը կա։ Եվ նաև ձեր մեջ բերումը հաշվի առնելով ֆիլմից, այդ թագը ի վերջո ում համար էր, որովհետև այնքան տարբեր անուններ են տալիս, Աջապահյանը մի քանի ամիս առաջ ասում էր, որ մենք տղամարդ առաջնորդի կարիք ունենք նշելով Քոչարյանին, այդ թագը ում էր հասնելու ի վերջո։ Հենց այդ
խնդիրը, որ այն մարդիկ, ովքեր առաջի պլանն են եւ պայքարում են կարծես թե այդ թագի համար, ճակերտավոր, բացարձակապես այդ թագի իրական շահառուները չեն։ Իհարկե, դա շատ ավելի գլոբալ, հա, ասենք ասեմ, խորը փիլիսոփայական եւ նաեւ ռեալ պոլիտիկի տեսանկյունից նայենք, ապա շատ հստակ եւ պարզ է իրավիճակը Հայաստանում։ Մարդիկ փորձում են պաշտպանել իրենց ապօրինի գույքը, մարդիկ փորձում են կոչել իրենց նախկինում կատարած սխալները եւ միակ տարբերակը սա վերականգնելու դա վերադառնալ ինչ որ եղանակով իշխանական լծակներին, որպեսզի կարողանան շարունակեն կամ առնվազն պաշտպանեն այն ամենը, ինչ որ տեղի էր ունեցել, որովհետեւ ես անկեղծ չեմ կարող հասկանալ ինչու ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ կա անհրաժեշտություն ոչ սահմանադրական եղանակով գնալ որևիցե գործընթացի։ Դա առնվազն պրագմատիկ տեսանկյունից անհասկանալի է։ Մի տրամաբանություն այստեղ կարող է հուշել մեզ եւ ձեզ, որ քանի որ չկա որևիցե երաշխիք առայն, որ բնականon ընտրությունների միջոցով բոլոր միջազգային ստանդարտների պահպանման միջոցով հնարավոր է հասնել լեգիտիմ իշխանությանը, ապա կա մի հնարավորություն, ապա տեղեկատվություն, ապա կայունացում, էմոցիաների վրա լուրջ խաղ, իսկ էմոցիաները շատ հեշտ են, հա, անհավատներ, թուրքեր, դավաճաններ, պիղծեր եւ այս ամենի ֆոնի վրա, որտեղ ոչ մեկ ինչ-որ գնահատողական կատեգորիա որևիցե մեկը այդ կատեգորիաներից հստակ պատասխաններ չի կարող պարունակի։ Այդ ֆոնի վրա իհարկե հասնել իրավիճակի, երբ մարդիկ չեն էլ թաքցնում, երբ տեղի կունենա հեղաշրջում եւ հեղաշրջման արդյունքում կգան մարդիկ, որոնք կարող են անել ամեն ինչ, որտեղ հեղաշրջման արդյունքում իշխանության եկած սուբյեկտը ունի ամենամեծ խնդիրը, այն կտրված է ժողովրդից եւ միշտ որոնելու է մի այնպիսի ուժ, թե երկրի ներսում, թե առավել հավանականորեն երկրից դուրս, որպեսզի կարողանա պաշտպանի իր իշխանությունը, որովհետև եթե դու կտրել ես քո իշխանությունը բնական հենքից, քեզ այդուհանդերձ պետք է լինելու որոշակի լծակներ, որ դու կարողանաս այն պահպանես։ Պարոն Վարդանյան, ես եւս մեկը ավելացնեմ, դավաճաններ, թուրքեր, որ նշեցիք, երբեմն նաեւ թիրախավորվում է հայ-թուրքական հարաբերությունները, նաեւ հայ-ադրբեջանական այս խաղաղության համաձայնագիրը այն նշում են, որ ինչպես կարելի է Թուրքիայի նման երկրի հետ գնալ եւ հարաբերություններ կառուցել կամ Ադրբեջանի հետ գնալ խաղաղության։ Հիմա սա ձեզ իրականում օգնելու է, թե խանգարելու է հաշվի առնելով նաեւ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները սարերի ետևում չեն։ Այս խոսույթը ձեզ արդյոք չի խանգարելու նույն այդ դավաճաններ, Թուրքիայի հետ հարաբերություններ եք կառուցում, Ադրբեջանի հետ խաղաղության եք գնում։ Ես շատ հստակ կասեմ հետեւյալը, նայեք, յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանում այո պահանջում է խաղաղություն։ Խաղաղությունը դա ներքին կայունության, տնտեսական զարգացման, ապահովվածության, հեռանկարի հիմքն է։ Այս տեսանկյունից այն գործընթացները, որոնք ծավալում են բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման եւ բնականոն զարգացման ուղղությամբ, մշտապես դիտարկվելու են որպես դրական հանրության լայն շրջանակների կողմից։ Շատ անկեղծ պետք է ասեմ, ինձ թվում է, որ մեկի համար գաղտնիք չի, Հայաստանի Հանրապետությունը չի կարող փոխել իր աշխարհագրությունը։ Եվ այդ աշխարհագրության չփոփոխելիության պարագայում դու պետք է կարողանաս հստակ հարաբերություններ հաստատես, բնականոն հարաբերություններ քո բոլոր հարևանների հետ, որը թույլ կտա եւ քո անվտանգությունը, եւ հարևանների անվտանգությունը, ընդհանուր երաշխավորվածությունը անվտանգային ապահովելու համար։ Եվ պարոն Վարդանյան, այդ հարցից պատասխանը հստակ չստացա, դա էլ ասենք ու ամփոփենք։ Հոկտեմբերի 27-ի վտանգ ռեալ կա, թե չկա, այսինքն այդ ուժերը կարող են գնալ անգամ դրան, որպեսզի իշխանություն վերականգնեն։ Դե առնվազն այն ձայնագրությունները, որ ես լսել եմ ավելի շուտ, առնվազն այն խոսույթը, որ ես օրինականատես եմ դառնում, անթակույց ցանկությունը նաև գնալ այդ քայլերի, գայում է նրա մասին, որ նման բան կարող է եւ տեղի ունենա։ Ընդհանրապես պետք է հիշենք հետեւյալը, որևիցե պետություն, որևիցե քաղաքական գործիչ, որևիցե
համակարգ չի կարող զերծ մնալ այսպիսի վտանգից, որպես որտեղ ահաբեկչությունը անտեսանելի է, այն ի հայտ է գալիս ամենաանհասկանալի եւ ամենասպասելի վայրերում եւ այն կարող է խաթարել պետության հետագա որովհետեւ մեկը չէր կարող սպասել, որ սեպտեմբերի 11-ին հարձակում տեղի կունենա Միացյալ Նահանգների վրա ահաբեկչական ակտերը այլ երկրներում, որոնք տեղի ունեցան, չգիտեմ, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, այսինքն Եվրոպայից սկսած ավարտած հեռավոր արևելքում մենք բախվում ենք նման դեպքերին։ Ահաբեկչությունը միշտ կա եւ պետությունը հենց ամբողջ խնդիրը հետեւելն է, պետության իմունային համակարգը պետք է բավականին պինդ լինի, որպեսզի կարողանա շատ արագ փուլերում հայտնաբերել այդ ահաբեկչական դրսևորումները եւ դրանք կանխել։ Շատ կարևոր է, որպեսզի մենք այդ իրավիճակին չփախվենք, ապահովել այնպիսի իրավիճակ, եւ քաղաքական ուժերի միջև կա կոնսենսուս, որ ահաբեկչության ցանկացած դրսևորում դատապարտելի է, որովհետև եթե սկսեն ռադիկալ խոսակցություններ գնան առ այն, որ ինչու՞ չէ, կարելի է դիմել նաև այդ մեթոդների, եւ դա չդատապարտվի, դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ բոլոր գործընթացների վրա։ Պարոն Վարդանյան, բայց ըստ էության խորհրդարանական ընդդիմությունը եւ քաղաքական ուժերի մեծ մասը չի դատապարտել, դա չի քննադատել, հակառակը ձեզ են քննադատում, որ ռեպրեսիաների եք ենթարկում կամ որ ձերբակալության գնացիք Գալստանյանին, Աջապահյանին, այսինքն այս չդատապարտելը ինչի մասին է խոսում եւ արդյոք մեր պետությունը այդ իմունային համակարգը ունի, որի մասին խոսում եք, որ կարողանա այդ վաղ փուլում կանխարգելել։ Առաջի հարցը ընդդիմության վարքագիծը շատ են հարցադրումներ տալիս, դուք ինչպես եւ ոնց, իրանք այսպես, դուք այսպես, մենք փորձում ենք, դուք չեք կատարում, այս մոտեցումից որ դուրս գանք, հա, փոխադարձ մեղադրանքներ, ես կասեմ հետեւյալ, գիտեք, իմ գործունեությունը, մեր ընդդիմադիրի գործընկերների գործունեությունը գնահատում են ոչ թե ես եւ դուք, ոչ թե լրատվամիջոցները, այլ քաղաքացիներ ընտրությունների ժամանակ։ Քաղաքացիների համար պետք է հստակ մեսեջ լինի, ինչպես է այս կամ այն քաղաքական գործիչը, այս կամ այն քաղաքական ուժը արձագանքել։ Եթե քաղաքացին տեսնում է, որ չկա արձագանք եւ սա ձևավորում է իր մոտ համապատասխան դիրքորոշում քաղաքական, ապա լավ է, եթե այլ դիրքորոշում է ձևավորում, ուրեմն մենք իմունային համակարգի որոշակի խնդիրներ ունենք։ Ամեն դեպքում ցանկացած տեսակի ռադիկալիզացիա քաղաքական ուժերի երբեք չի հանգեցնում դրական եւ կայուն զարգացումների։